ամփերի կարդամ նոր։ Նույն բանը մի ժամ առաջ էիր ասում։ Հեսա 5 րոպեից վերջացնում եմ։ 5 րոպեից կարող է ես էլ չուզեմ։ Լավ, եթե չես համբերում, դու սկսի, ես կեսից կմիանամ։ Գժվել ես Ռուզա։ Չէ, ուղղակի հետաքրքիր բան եմ նայում։ Արի մոտս ես քեզ ավելի հետաքրքիր բաներ ցույց կտամ։ Զզվացրիր։ Ինչ անում ես Սարա, հետո ես կշարունակեմ կարդալ։ Ոյ արագացրա։ Ես ինչ մունաթա։ Ոնց որ ժեկից թուղթ ուզեմ։ Լսուս, ես ինչ ձենա։ Գառնիկ մուկ ամատելու ինչ որ բան ա կրծում։ Գնա սատկացրու։ Հիմա էլ ես եմ զբաղված։ Ուրա մեր տան թակարդները։ Բարև, պապ։ Ես ինչ ազատ։ Իմ ֆոկուսներ ցույց տալու պարագաներն է։ Հիմա էլ ֆոկուսնիկ ես ուզում դառնաս։ Այո, ուզում եմ դառնամ հայտնի ֆոկուսնիկ, որ լիքը փող աշխատեմ։ Ինչ ես անում։ Ֆոկուս, նայ մաս։ Այս ապուշ ֆոկուսներով Հայաստանում փող չես աշխատի։ Գնա մտի գործի մաքսային, տես ինչ ֆոկուսներ են անում։ Գիտես, չէ, պապ, երկար մտածել եմ, թե ինչ կեղծանուն դնեմ ինձ, որպես ֆոկուսնիկ։ Սկզբից ուզում եմ դնել կախարդական ազատ։ Հետո հրաշագործ ծերուկ։ Հետո մոգական մշուշ։ Սուս մնա այ մոգական ապուշ։ Բայց վերջում ուղեղս փայլատակեց ու ես գտա իմ կեղծանունը։ Ազիզյան Գառնիկ։ Ոնց։ Իմ անունն ես վերցել որպես կեղծանուն։ Այո, Ադաշ ջան։ Մի խմի հետ իմ սոկնա։ Կներես չգիտեի։ Ես մի թակարդներ ստեղ դնեմ։ Իսկ ինչ ես դրել վրան։ Մորդ սարկած տոլմից մի կտոր։ Տենց կարող է մկները զզվեն մոտիկ չգան այդ թակարդին։ Պապ, մի հատ բան խնդրեմ էլի, բայց կարաս ասես չէ։ Չէ։ Մի հատ լսի երեխել ինչ ասում, նոր ասա չէ։ Պապ, ինձ մեր թատերական ինստիտուտում հանձնարարել են 20 րոպեանոց դոկումենտալ ֆիլմ պատրաստեմ Երջանիկ ամուսնական զույգի մասին։ Կլինի քեզ ու մամային նկարեմ։ Բայց քեզով ասած, որ մենք երջանիկ ենք։ Իհարկե կարաս Մարի ջան, նկարի։ Պապ, բայց որ այդ ֆիլմը չնկարեմ, քննությունից կկոտրվեմ, է։ Մար, ես ինչ ես նկարում։ Պապայի ու մամայի մասին ֆիլմ։ Ուժս ես նկարում։ Մարի մի նկարի։ Երեխու վրա խես գոռում, դասա անում։ Էդ են հանձնարարել։ Մարի ջան, նկարի։ Մարի, ոնց որ այդ կամերայի կրշկան չես անել։ Մի քիչ բնական պահեք էլի։ Մարի, հենց իմ անջատ է այդ կամերան։ Ասում եմ անջատ է։ Լավ է, այսինքն շատ բնական է։ Մարի ջան, սպասի գնամ կսվեմ գա նոր նկարի ամոթա։ Հա գնա սիրունացի։ Կարող է դասախոսներից մեկը քեզ տենա, հավանի, բախտդ բացվի։ Պապ, մի հատ մամային կգրկես ու պաչես։ Այս դոկումենտալ կինոց 18+, հա։ Գառնիկ, եթե հիմա չնկարի, քննությունից կկտրվի, ուստի ված փող պետքա տանք։ Լավ։ Արի։ Ես իմ ամուսնու շատ եմ սիրում։ Հա, ես էլ։
Ձեր սենյակում էլ մի հատ թակարդ դնեմ։ Պարոն, մոտեցեք խնդրում եմ, ինչպես է ձեր անունը։ Լավ էլի Ազատ։ Պարոն, սա ձեր ժամացույցն է։ Հա։ Ձեր դեմքից երևում է դուք շատ զարմացած։ Ազատ հավեսը չունեմ։ Ուշադիր նայեք ձեր ժամացույցին։ Ազատ։ Հենց հիմա ժամացույցս հետ դուր։ Իսկ կախարդական խոսքը չեք ուզում ասել։ Հեսա գլուխդ կջարդեմ։ Խնդրեմ։ Ահա իմ բոլոր ամսագրերը։ Այս ամսագրերում բազմաթիվ համեղ բաղադրատոմսեր կան։ Ման, որ պատմում ես, այդքան շատ մի նայ կամերային։ Եղավ։ Սա իմ ամենասիրած ամսագրերից մեկն է։ Նրա մեջ կա գեղեցկությանը վերաբերվող շատ ու շատ հարցեր։ Հիմա էլ ընդհանրապես չես նայում։ Մամ, ամբողջ օրը տելևիզոր ես նայում ու չգիտես քեզ ոնց պահես կամերայի մոտ։ Հասկացա։ Սա շատ գեղեցիկ զգեստ է։ Այսօր երեկոյան հենց սա կհագնեմ եւ կունենամ շլացուցիչ տեսք։ Մամ, ինչի չես խոսում։ Մտածում եմ։ Մամ, այս սերիալ չի, այս դոկումենտալ կինո է։ Կասեք ուր է գնում ընտանիքի երջանիկ հայրը։ Գնում է իր սիրելի աշխատանքի վայրը։ Դե, բարի ճանապարհ։ Գործ ես գնում։ Այս ավետ Բարսեղենի շորով արդեն քաղաք ես դուրս գալիս։ Պապեսի հատուկ ֆոկուսնիկի շորեր է, ցիրկում ելույթ ունենալու համար։ Ազատ, անհետացի մոտիցս։ Պապ, նա ես դրան մեջով անցնում եմ։ Երևի մի քիչ էլ պիտի պարապեմ։ Արեսի ֆոկուսնիկ չեսի կլոունա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վաղը հարսանիք եմ գնում։ Ինձ մի հատ շոր կտակ, որ բոլորի ուշադրության կենտրոնում ես լինեմ։ Ուզում եմ, որ ոչ մեկին չնայեն։ Որ մենակ ես հակնեք գնաք, հաստատ ուշադրության կենտրոնում կլինեք։ Լկտի մեկը։ Էս ինձ սպասարկում է։ Բարև ձեզ։ Մի բարկացեք թագուհի։ Ինչով օգնեմ ձեզ։ Վաղը պետք է հարսանիք գնամ։ Ու ինձ շոր է պետք, որ բոլորի ուշադրության կենտրոնում ես լինեմ։ Որ մենակ ես հակնեք, հաստատ ուշադրության կենտրոնում կլինեք։ Հա բայց ինչ հումորով եք։ Հա բայց ես նույն բանը ասեցի։ Հա բայց դու քո դեմքը տեսել ես։ Դες գնացի։ Պակա։ Սա երեկոյան հետս կբերեմ։ Աղջիկների հետ վարվելու ձև սովորի, Հայրիկ ջան։ Սրտիտուս։ Չէ։ Սրտիտուս։ Չէ։
Սրտի դուս։ Չէ։ Սրտի դուս։ Ճիշտ է։ Այո, տեսար ոնց գուշակեցի։ Բայց 36-րդ անգամից։ Լավ։ Ստեղից որ ուզում ես ընտրի։ Սպասի կարդամ ուղղդ։ Դուք վերցրել եք քաչի 10։ Ճիշտ է։ Այո։ Հլուկ ուստեղ։ Ես բոլորը խաչի 10, հա։ Դե սկզբից լավ խառնել է, չէ։ Ես գնացի։ Սպասեք, պարոն, ուր եք գնում։ Գառնիկ Ազիզյանի շոուն դեռ չի ավարտվել, ուր եք գնում։ Բարև հարևան։ Բարև Գառնիկ։ Այստեղ էլ ինձ գտակ։ Մենք որոշել ենք Իրինայի համար մի շատ գեղեցիկ զգեստ գնել։ Այսօր մեր ամուսնության 1 տարին է։ Ցավակցում եմ։ Բարև ձեզ։ Իմ անունն է Էմիլ, բայց կարճ ինձ կարող եք ասել Էմիլիո, կանանց սրտերի ասպետալիո։ Ծանոթացի, իմ հարևանն են, Ալիկը եւ Իրինան։ Գառնիկ, դու Ալիկին զբաղացրու, իսկ ես Իրինային ծանոթացնեմ մեր մեծ տեսականու հետ։ Դե, իսկ դուք ինչքան ժամանակ է ամուսնացած եք Ռուզաննայի հետ։ Չեմ հիշում։ Սպասի զանգեմ հարցնեմ։ Ալո, Ռուզան, մենք քանի տարի ամուսնացած ենք։ Հա։ Արա։ Հասկացա։ Լավ։ Ինքն էլ չի հիշում։ Այսօրվա մեր տոնի արդիվ ես Իրինային հրավիրել եմ շատ թանկանոց մի ռեստորան։ Արդեն զանգել եմ եւ սեղան եմ ամրագրել։ Ալիկ, գնացինք։ Այս խանութում չկա այն, ինչ ես ուզում եմ։ Գնացինք ուրիշ խանութ։ Հաջողություն։ Հաջողություն, Էմիլիո։ Սովեր։ Ասպետոլիո, չրփոլիո արեց Իրինան։ Դրա մարդուն ավելի շուտ կկպցնեի։ Над кэтбоем. Ты водишь. Я вас догоню. Մարի ջան, ուզում ես կինոյիդ համար նկարի ոնց եմ գրեչկա մաքրում։ Այժմ ես իմ սիրելի ամուսնու համար մաքրում եմ հնդկա ծավալ, որպեսզի նա վերադառնա աշխատանքից եւ համտեսի։ Ես արդեն տանն եմ, կարաք ինձ ոչնչացնեք։ Սիրելիս, քեզ համար շատ համեղ բան եմ պատրաստում։ Իմ սիրելի ամուսինը եկավ տուն։ Ռուզան ես սով աստեղ դրել։ Ռուզան, ես քո ցավը տանեմ։ Վախ, ոնց է ձեզ կարոտել իմ գժուկներ։ Ինչպես ես իմ կրծեր որդի։ Ռուզան, ես էլ սենց չեմ կարում։ Դարել եք սերիալի դերասան։ Դե լավ երեխայա, ինստիտուտի համար է պետք։ Իշքան նկարել է Էրիկա, ես էլ հավես չունեմ։ Բայց ինձ դուր է գալիս։ Ոչ մի բան չեմ կարողանում անեմ։ Ոչ կարող եմ տրուսիկով տանը ման գամ, ոչ կարող եմ երեխեքի վրա գոռամ, ոչ կարող եմ քո վրա մունատ գամ։
Իմ սա սիրած գործերը չեմ կարող անեմ։ Ազատ։ Քանի անգամ եմ ասել, սենյակ մտնելուց դուռը ծեցի նոր մտի։ Փաստորեն ինձ տենում եք։ Ինչքան էլ ցավալի է, բայց հա։ Ինչ ես ուզում, Ազատ։ Ինձ մի հոգի կամավոր է պետք ֆոկուսի համար։ Ինչ ֆոկուս։ Կամավորը մտնում է արկղի մեջ ու ես սուր շամփուրները մտցնում եմ մեջը։ Ռուզան գնա։ Ազատ, բարի գիշեր։ Դե լավ, եթե չեք ուզում, ես գնամ։ Գիտես նոր ինչ հիշեցի Ռուզան։ Ինչպես որ Ազատը ծնվեց, եկար ասիր գառնիկ տղա ես ունեցե։ Հեսա կմեծանա, ինստիտուտ կընդունվի, լավ գործի կանցնի, քեզ թևու թիկում կլինի։ Ոնց չեմ հիշում։ Բա ուր է այդ տղեն։ Լավ, որի քնենք։ Ինչ ես անում, Մարի։ Նկարում եմ, թե ինչպես է քնած երջանիկ զույգը։ Մարի մի նկարի։ Պապ, երեք գիշերը նկարածս նյութերն էի նայում ու հասկացա, որ երջանիկ ընտանիք նկարել այդ անհետաքրքիր է։ Ինչ լավ, այլ չենք նկարվելու։ Չէ, ուղղակի ուզում եմ, որ իմ ֆիլմը լինի սկանդալային։ Ոնց։ Հենց մաման գա, դու իրան ասա, որ 25 տարեկան սիրած ունես ու իրանից էլ բաժանվում ես։ 25 տարեկան սիրած։ Դրանց კი ես չեմ հավատում, էլ որ մնաց մերդ հավատա։ Դե ուրեմն ասա 68 տարեկան սիրած ունես։ Տենց հաստատ կհավատա։ Սկսեցինք, մաման գալիս է։ Մարի անջատի այդ կամերան։ Ռուզան ասա թող անջատի կամերան, թե չէ կտամ կջարդեմ։ Մարի, այսօր պապան տրամադրություն չունի, անջատի։ Ման, բա իմ քննությունը։ Աչքիս մուկը բռնվեց։ Երե փախել է անասունը։ Նորից դիր։ Այդ էս արդեն սկանդալային։ Գորնիկ, մոտից տալմա գալիս։ Սպասի կանգնացենք, միան թաշկինակ տվեք։ Խնդրեմ։ Լևոն սարոջկետ հանի լվացք եմ անում։ Լավ էլի մամ, հետո։ Ասում եմ հանի, հո հերթով լվացք չեմ անելու։ Մամ ջան, ես քեզ կօգնեմ։ Օպա։ Խնդրեմ։ Մարի ջան, ինչի ես տխուր։ Մամ, երեք ինչ նկարել էի, պատահական ջնջվել է։ Ոչինչ, բալես մի նեղվի, էլի կնկարենք։ Ես էլ չեմ նկարվելու։ Նկարվելու ես։ Գնամ խոհանոցից կամերան բերեմ։ Ես հաստատ չեմ նկարվելու։ Մամ, բա պապան ուր է։
Բարձրացա վերև։ Պապ, Ազատ պապային տեսել ես։ Չէ, Լավ, որ տենաս կասես իրան եմ համ անգալիս։